Վառելիքի շուկայում անորակ բենզին է վաճառվում։ Ամիսներ առաջ այդ բենզինի 1 լիտրը վաճառվում էր 250 դրամով։ Այն ավելի էժան է վաճառվել, քան գնման գինն է եղել։ Բենզինի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ շատ տնտեսվարողներ ուղղակի տնային պայմաններում բենզին են ստացել էժան նավթամթերքներից, որոնք պիտանի չեն ավտոմեքենաների համար։ Մենք ավելի շատ ունենք մասսայական վատ բենզինի եւ վատ բենզինով կայաններ, քան թե նորմալ աշխատողներ։ Դրա համար մարդիկ այսօր կազմում են ոչ թե ցուցակ, որտեղ Բայց այլ կազմում են ցուցակ, որտեղ լավ աղտոտված կարա լինի, օրինակ հասկանան, որ այնտեղ որտեղ պահեստավորվում է, պահեստային մասը չէ ունենում նաև իրացնողը, որտեղից որ դուրս է գալի։ Այնտեղ լինի, այնտեղից խնդիրը ծագի, կարան բերեն էժանը թանկը խառնեն, էժանը եւ շուկայականը խառնեն իրաց ստանան միջին։ Էժան անորակ բենզինը հայտնվել է վառելիքի շուկայում հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը Հայաստանի բենզինի հիմնական մատակարարը նավթամթերքի պակաս ուներ Ուկրաինայում հակամարտության պատճառով։ Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, սակայն այնպես չէ, որ խնդիրը վերացավ։ Այսպիսի խարդախություններ, չարաշահումներ հիմա էլ են կատարում տնտեսվարողները, եւ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ստուգող, վերահսկող մարմինները թերևս իրենց տեղում չեն, եւ որքան էլ հայտարարում են, թե ստուգումներ իրականացնում են տնտեսվարողների մոտ, դրանց արդյունքները սակայն տեսանելի չեն։ Միայն թղթի արկայությունը բավարար չի անվտանգության կամ որակի երաշխիքներ ունենալու համար։ Եվ իրացման ցանցում փաստաթղթի դարձել են փաստաթղթ ստուգող կամ ստուգաչափում նայող, թե արդյոք լիտրաժ համապատասխանա թե չէ։ Իրաց հասկացան, որ վերջական մարմինները կարելի է ասել հանգործության են մարտավատ, 92 կստանան, 93 կստանան, 90 ինչ կստանան, ինչը ինչ է կստանան, ինչ կվաճառեն։ Եթե վերահսկողություն չկա, փորձարկում չկա, տեսնում ենք, չէ՞ որ տարբեր գնի բենզիններ ունենք շուկայում, այդ թվում նույն կայանում։ Հիմա կառավարությունն առաջարկում է ներդնել վերահսկողության նոր համակարգ։ Դրա շրջանակում բենզինը կստուգվի տեղափոխման եւ վաճառքի յուրաքանչյուր փուլում, որպեսզի կանխվի վառելիքին կողմնակի խառնուրդների ավելացումը։ Հայաստանում բենզինի որակը կստուգվի ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև տեղափոխման եւ վաճառքի փուլերում։ Արդյունք կունենաս, եթե պետական պատշաճ վերահսկողություն լինի, հենց որում այդ պատշաճ վերահսկողությունը երբ որ ասում եմ, մտածված այս բոլոր տեսական ինչ կարող է լինել, երբ որ քննարկում ենք այդ տեսական կողմը պետք է չինովնիկին, որը կարողանա մշակել մեթոդաբանություն, որ վերահսկի եւ արդյունք ապահովի։ Մնում է հիշեցնել, որ անբարեխիղճ եւ սպառողների հաշվին խարդախությամբ գումար աշխատող տնտեսվարողների մոտ հարկ է հաճախակի ստուգումներ իրականացնել, պատժելու նաեւ այն տնտեսվարողներին, որոնք վառելիքի վաճառքի ժամանակ թերլցումներ են կատարում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։